Հայաստանի պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով, հայտարարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Ամփոփիչ ասուլիսի սկզբում նախարարը համեմատեց նախահեղափոխական 2018-2025 թվականի հետ։ Այն ժամանակ ոլորտի ծախսերը եղել են 245 միլիարդ դրամ, իսկ 2025-ին 664 միլիարդ դրամ։ Շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են մեղմ ասած։ Թեմայի շուրջ հնչող քննադատություններին նախարարի պատասխանը շարունակվեց նաև Ադրբեջանի հետ կապված։ Ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականություն։ Նախարարը հավաստիացրեց, Հայաստանի զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով։ Այն որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու նաև փորձում ենք, որ դա լինի ժամանակակից, այդ թվում նաև նատոական ստանդարտների սպառազինություն, բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Մենք շարունակում ենք դրանք թարմացնել։ Սպառազինության ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաները ևս դիվերսիֆիկացվում են։ Այս համատեքստում նախարարը կարևորեց նաև տեղական արտադրության զարգացումը։ 2022-ին օրինակ տեղական ռազմաարդյունաբերության հետ պայմանագրերի ծավալը 5.5 միլիարդ դրամ է կազմել, այնինչ 2025-ին այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասը արդեն իսկ մատակարարված է։ Բայց նաև կարևորում եմ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին։ Նախարարը խոսեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին։ Հարցը պիտի կարգավորվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում։ Լուրերը թե Սյունիքի դիրքեր բարձրանալիս հայ զինվորներին ստուգում են, Պապիկյանը հերքեց։ Նա նկատեց, որ խոսակցությունները կապված են Սև լճի տարածքի մեկ դիրքի հետ։ Այս պահին մենք նման իրականություն չունենք։ Անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Այսպես կոչված բլոկ պոստով։ Պաշտպանության նախարարի ասուլիսը նաև բարեփոխումների մասին էր։ 2026-ից գործում է նոր փոփոխությունը։ 24 ամսվա փոխարեն ժամկետային զինծառայությունը կլինի 18 ամիս։ Ժամկետային զինվորական ծառայության կրճատումը այն առանցքային բարեփոխումներից էր, որը շրջադարձային է Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հաջորդը ատեստավորումն է։ Ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-ից 470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է եւ մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին, նաեւ զինծառայողների մոտիվացիայի եւ վերաբերմունքի մասին է, որը փոփոխության է ենթարկվել էապես։ Այս արդյունքների ֆոնին նախորդ տարիների համեմատ ավելացել է զորակոչը։ 2023-ի համեմատ 25 թվականին մենք ունեցել ենք զորակոչի 19% աճ։ Սա մեր փոփոխությունների ոչ միայն օրենսդրական, այլև կառավարության որոշումների, մասնավորապես 404-405 որոշումների փոփոխության արդյունքներն են։ Նախարարը էական տեղաշարժ է նկատել ծառայության հետ կապված մահացության դեպքերում։ Մահացության թվերը 2024 թվականի համեմատ պակասել են 40%-ով։ 2025-ի տվյալով մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Ամենակարևորը՝ միջ անձնային հարաբերություններում սպանության դեպք եւ մարդուն սպանում է։ Նման դեպք չենք ունեցել։ Սա աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև պրոֆեսիոնալ բանակի շարունակ զարգացումը։ Այս նպատակով երկարացվել են Պաշտպան հայրենյաց ծրագրի պայմանագրերը։